Գնաճ ալնելու, որովհետև գները ցավոք կամ ցավոքը որն է, դա տնտեսության զարգացման բանն է, ուղեկիցն է, բայց մենք այսօրվանից պարտավորվում ենք հետևյալը, մենք ասում ենք, երբ որ գնաճի արդյունքում թոշակի գնողունակությունը կնվազի նվազագույն սպառողական զամբյուղից միջին թոշակի, մենք գնաճի չափով թոշակը կինդեքսավորենք, այսինքն կապահովենք, որ թոշակի գնողունակությունը այսօրվանից առնվազն վատ չի լինի, ժողովուրդ, ու մենք վստահ ենք, որ դա կարողանանք անել, որովհետև այնուամենայնիվ, գիտեք ժողովուրդ թոշակ բարձրացնելը պրոբլեմը, բարդությունը ինչի մեջ է, որովհետև այս երկրում կա 600,000-ից ավել թոշակառու և 1000 դրամ թոշակ բարձրացնելը մի մարդու համար ոչ մի բան է, որ մի մարդու թոշակը 1000 դրամ բարձրացնես, ինքը համարյա չի զգա, որ իր թոշակը բարձրացվել է, բայց պետական բյուջեի համար դա տասնյակ միլիարդների ծախս է, որովհետև 600,000-ից ավել են, այսինքն ամեն թոշակ բարձրացնելը մեծ ծախս է պետական բյուջեի համար, ու 2018, ես 8 տարի վարչապետ եմ, մենք 7 անգամ տարբեր որոշումներով թոշակին անդրադարձել ենք, 5 անգամ բարձրացրել ենք թոշակ, այսինքն 5 տարբեր որոշումներով, և պլյուս 2 անգամ էլ մենք հետվճարի համակարգին ենք անդրադարձել, այսինքն ընդհանուր առմամբ, բայց մենք նաև հետագայում վստահ ենք, որովհետև հիմա TRIP նախագծի իրագործումը ինչ է նշանակում, որ Հայաստանը երկաթուղու տրանզիտից մեծ եկամուտներ է ստանալու, Հայաստանը էլեկտրահաղորդման, էլեկտրականության տրանզիտից մեծ եկամուտներ է ստանալու, ես համոզված եմ, որ նաև կլինեն խողովակաշարեր, կլինի գազի թե նավթի, տրանզիտից մեծ եկամուտներ է ստանալու, նաև ավտոճանապարհներն են բացվելու, ավտոճանապարհների անցուդարձից բեռնատարից մեծ եկամուտներ է ստանալու և մեր սիրելի թոշակառուները, ովքեր այս երկիրը այսօր ինչքան էլ մենք գլուխ գովանք, շինարարություն և այլն, այսօր մեր երկրի շենքերի 70-80%-ը մեր ավագ սերնդի ներկայացուցիչներն են կառուցել և մեզ համար այսօր մեծ պատիվ է, որ գոնե այդ փուճուր քայլերով կարանք մեր սերը, հարգանքը, գնահատանքը, ակնածանքը ձեր նկատմամբ արտահայտենք և սա մեծ թեթևություն է անձամբ ինձ համար, որ գոնե շատ թե քիչ բաց ճակատով կարող եմ գալ և ասել, որ ինչ-որ բան ձեզ համար